Բարի երեկո իմ սիրելի հետևորդներ ջան, ձեր համար լավ հավես վլոգ եմ բերել այս անգամ, գիտեք որ գործերս շատ են, շինարարության մեջ եմ, կենդանիներ եմ պահում, մեծ այգի եմ մշակում, բայց այս վլոգի մեջ մի քիչ հանգիստ կլինենք, տոնական տրամադրություն եմ բերել ձեզ և լավ լուր եմ բերել ձեզ։ Վերնագիրս ուզեցի հենց այդպես ընտրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ուրախությունը շատ մեծ է և ուզեցի իմ այդ մեծ ուրախությունը կիսել ձեր հետ։ Երեկույթի եմ հրավիրված, մոտորերս ճիշտ է մի քանի օր դեռ կա, բայց ուրախությանս չափ ու սահման չկա, շատ ինձ լավ զգացի, սիրված ու հարգված զգացի, որ ինձ են հրավիրել այդ երեկույթին։ Մեր աշխատանքի վայրից է, սիրելի հետևորդներ ջան, և եթե աշխատանքի վայրում ուշադրության արժանանում ենք, արդեն մենք ավելի ենք տրամադրվում, ավելի ենք մեր աշխատանքի հանդեպ պատասխանատվություն զգում, հարգված ենք մեզ զգում և սիրված ենք մեզ զգում, և դրանից ելնելով ավելի պարտաճանաչ մեր գործերը ուզում ենք, որ կատարած լինենք։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք, այսօր որ գնացի աշխատանքի, բարևից հետո հենց այդ լավ լուրը ինձ ասեցին, անմիջապես ոգևորություն մտավ մեջս, աչքերս սկսեցին շողշողալ, ժպտացի, սկսեցի հարց ու փորձ անել և օրը իմանալուց հետո հիմա էլ ժամն եմ հարցնում, որ իմանամ արդյոք իմ կենդանիներին հողափակած չեմ պահելու ամբողջ օրը, կամ էլ սոված թողնեմ ու գնամ երեկույթի։ Պարզվում է, որ դա նույնպես շատ հարմար է և ես ինձ դրանից էլ ավելի լավ զգացի, քանի որ նաև պատասխանատու եմ իմ կենդանիների առաջ, նրանք էլ իմ երեսին են նայում, որ սոված ու ծարավ չմնան։ Մեր գյուղում չէ կայանալու, սիրելի հետևորդներ ջան, այդ մասին ավելի կմանրամասնեմ, հենց որ այդ պահերը կգա և ուզեցի ժամանակից առաջ ընկնել մի փոքր, քանի որ միշտ, երբ որ ինչ-որ մի բանով ուրախանում ենք, երբեմն ասում ենք վայ չէ չասենք, այս կողմ են կողմ, բայց սիրելի հետևորդներ ջան, ես իմ ուրախության համար կիսվելու ձեր հետ շտապեցի և իմ ուրախությունը կիսում եմ ձեր հետ, քանի որ գիտեմ, որ դուք էլ ձեզ լավ եք զգալու։ Հիմա նաև ուզում եմ մի փոքր անդրադառնալ այս յութուբյան մրցանակաբաշխությանը, ինձ գրել էիք, որ արդյոք ինձ չեն հրավիրել, ինչու չեմ մասնակցում, ես պատասխանել եմ, բայց սիրելի հետևորդներ ջան, հիմա էլ բարձրաձայն եմ ասում, որ բոլորդ լսեք, իմ սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեմ, որ դուք էլ ձեր հոգու խորքում միշտ ձեզ հարց եք տվել, միգուցե չեք ուզել ինձ ասել, մտածելով, որ դրանից ես կնեղվեմ, թե ինչու ես չեմ հրավիրվել, բայց սիրելի հետևորդներ ջան, քանի որ ես նոր վլոգեր եմ, 2 տարի է արդեն, նաև իմ բաժանորդներն են քիչ, դրա համար երևի YouTube հարթակը նկատի չի ունեցել և այս առիթով էլ ուզում եմ հիշեցնել, որ ովքեր չէին հասցրել բաժանորդագրվել իմ ալիքին, ապա կխնդրեի բաժանորդագրվեք Անուշկա վլոգ ալիքին, լայքել, սրտիկել, որ տարածվի իմ վլոգները և օրերից մի օր էլ, թեկուզ մի քանի տարի անց, երբ որ YouTube հարթակը այդպիսի լավ կազմակերպություն կկատարի, ես էլ աչքի առաջ լինեմ, ես էլ վերևի շարքերում լինեմ և ինձ էլ հրավիրեն։ Չեմ տխրել, չեմ նեղվել, քանի որ գիտեմ սկսնակ եմ և որպես սկսնակ նաև դրանից եմ շատ գոհ, քանի որ սկսնակ լինելով միանգամից ես շատ լայն լսարան ձեռք բերեցի, իմ լսարանը շատ մեծ է այս 2 տարվա ընթացքում և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ձեր շնորհիվ է, որ իմ լսարանը մեծանում է, տարածվում է իմ վլոգները և ես ձեռք եմ բերում նորանոր հետևորդներ, ընկերներ, հարազատներ, ծանոթներ ու բարեկամներ, քանի որ աշխարհում մեկ ցրվում է YouTube հարթակյան վլոգները, վիդեոները, դե լավ գիտեք արդեն, ովքեր շահել են իրենց շնորհավոր, ովքեր չեն շահել և տխրել են, դե ոչինչ։ Նաև ինձ այլ վլոգերներ են հետևում,
քանի որ ինձ այն օրից սկսած, երբ որ ես սկսել եմ վլոգներ պատրաստել, իմ հետևորդները ինձ գրել են, որ Անուշկա ջան, այսինչին հետևում ենք եւ նկատում ենք, որ քո խոսքերն են ասում, քո արած գործերը իրենք էլ իրենց ձևով են ասում, հետո վատաբանել են, սիրելի հետևորդներ ջան, այդպիսի հետևորդներին ես չեմ պատասխանել եւ որպեսզի ոչ մեկին էլ չնեղացնեմ, այդ գրառումի ես ջնջել եմ, նույնիսկ եղել է դեպքեր, երբ որ սերցուցակ եմ ուղարկել, քանի որ ինչ տարբերություն, ես էլ բլոգեր եմ եւ չեմ ուզենա, որ ոչ մի բլոգերի հասցեի վատ տողեր հնչեն, կոպիտ բառեր հնչեն, ծաղրանք հնչեն, թեկուզ եւ կրկնօրինակում են իմ բառերը, իմ ոճը, եթե կրկնօրինակում են, ես դրանից ընդհակառակ շատ ուրախանում եմ, շատ ինձ ավելի լավ եմ զգում, որ կարողանում եմ լավ օրինակ ծառայել, սիրելի հետևորդներ ջան, թող շարունակեն այլ վլոգերները ինձ հետևել, հետապնդել, կրկնօրինակել, գիտեմ, որ դուք շատ-շատերի եք հետևում եւ դա նկատում եք, բայց որոշ իմ հետևորդները անհամբեր լինելով ինձ այդ մասին տեղյակ են պահում, բայց որպեսզի այդ թեմայի շուրջ շատ-շատ չծավալվենք, ես այդ գրառումները հեռացրել եմ, պահպանելով մեր էջում, մեր բոլորի էջն է այս, սիրելի հետևորդներ ջան, իմ ալիքը լինելով, սա մեր բոլորիս էջն է, մեր դեմքն է այստեղ երևում, ուզեցել եմ, որ սեր ու ջերմություն տիրի։ Հիմա, երբ որ նաև այդ առիթով ես էլ երբևէ եղել է ժամանակ, որ իմ շատ մոտիկ մարդկանց հետ այդ թեմայի շուրջ փոքր զրույց եմ վարել եւ այսպես հումորով, կատակներով ասել ենք, որ դե Մեսրոպ Մաշտոցն էլ տարերը գրել է, հորինել է եւ բոլոր հայությունը կրկնօրինակել են, սովորել են։ Մի խոսքով, Մեսրոպ Մաշտոցից սկսած բոլորս միմյանցից սովորում ենք, սովորելը երբեք ամոթ չէ, կրկնօրինակելը երբեք ամոթ չէ, ամոթը միայն վատաբանելն ու նախանձելն է, սիրելի հետևորդներ ջան։ Ես դրանից չեմ նեղվել երբևէ, ընդհակառակ ես ինձ ավելի լավ եմ զգացել, որ կարողացել եմ մարդկանց մոտիվացնել, մոտիվացիա առաջացնել, բառապաշար փոխանցել եւ ինձ դրանով հպարտ եմ զգում։ Հիմա այս զրույցը թողնում ենք այստեղ, սիրելի հետևորդներ ջան, բայց չմոռանա բաժանորդագրվել, որպեսզի ինչ-որ մի օր էլ ես մասնակցեմ այդ YouTube-յան մրցանակաբաշխությանը։ Հիմա անցնում եմ իմ առօրյա բլոգին, այն մասին, թե ինչ եմ այսօր արել։ Ուրեմն երեկվա վլոգը, որ տեղադրել էի, դա գիտեք, ասել եմ, որ գիշերվա ժամը 2-ին եմ ավարտել, հետո հաջորդ օրը վարպետը եկել է, գործ արել, իրեն տանը թողել եմ գործ անելով, ես էլ գնացել իմ աշխատանքին, իմ առօրյա գործերով, իմ կենդանիներով, ուշքու միտքս էլ իմ բաղ ու բաղջի, շևաձերերի կարալյոկնու վրա, քանի որ ցուրտ է, ձմեռ է, մեկ էլ կտեսնեմ ձինը դուրս կտրեց, դրանից էլ չեմ վախենում, եթե ձյուն էլ գա, ես ավելի կուրախանամ եւ հենց այդպես ես կգնամ կքաղեմ, ընդհանրապես ժամանակի մեջ կարելի ասել չեմ տեղավորվում, ճիշտ է ինչքան էլ ուշքս իմ բաղ ու բաղջի այդ շևաձերերի կարալյոկների վրա է, սիրելի հետևորդներ ջան, բայց դեռևս մտածում եմ, որ ավելի լավ, ինչքան ծառի ճյուղին մնա, այդքան ավելի կհամովանա, ցրտից է նաև համովանում, չնայած որ գիտեք, որ թռչունները ինչքան են հարձակվում, մանավանդ երբ որ ցուրտ է լինում, ուտելիք չեն ճարում, եւ իմ բաղ ու բաղջում իրենց լավ են զգում երկնքի թռչունները, որ Աստված է կերակրում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դրա ժամանակն էլ կգա եւ հիմա ուզում եմ տրամադրվել եւ հիմա էլ տոնական տրամադրություն բերել ձեզ։ Որոշ գրումներ է արել, որոշ նվերներ է սիրելի հետևորդներ ջան։ Ահա, այստեղ տոնական տրամադրությունով անձեռոցիկ ցույց տամ եւ այս կողմ դնեմ։ Ու քանի որ շինարարության մեջ եմ, խոհանոցում նույնպես փոփոխություններ է եղել, այստեղ մեծ սեղան ունեի, դա եմ վերցրել, այնտեղ պետք եկավ, այստեղ չամիչ է, որ տաթևս էր բերել եւ այսպես էլ մնացել էր, հիմա սա մեզ պետք է, այստեղ կա թե եռացած, շուտով դա էլ կզբաղվեմ դրանով, դա իսկ տոնական տրամադրություն, կարմիրը շատ եմ սիրում, հատկապես
թաշկինակի նախշերով շատ է ինձ դուր գալիս, այստեղ, և ահա, այստեղ է իմ նվերը, սա էլ իսպահին մի կողմ, քանի որ ուզում եմ մի քիչ տարածվածել, այստեղ դանակներ է, որ հիշում եք չէ, որ ինչքան սպասք էի գնել և դանակներ չէի գնել, հիմա էլ սա գնել եմ արդեն և ահա, և միայն 6 հատն եմ գնել, այստեղ բոլորից պետքական երկարացման լարը, մանավանդ որ տոները մոտենում է և շատ է պետք լինում, այստեղ այնտեղ լույսեր միացնել, հոսանքը երկարացնել և օգտագործել։ Հիմա նվերներս եմ բացում, սիրելի հետևորդներ ջան, այս բոլորը նվեր է, ահա, սկսած այս տուփից, որի մեջ գեղեցկություն է, այստեղ մոմեր են, տոնածառ մոմեր են, սիրելի հետևորդներ ջան, այս նվերը նույնպես իմ հետևորդուհին է նվիրել և խնդրել է չբարձրաձայնել, համեստորեն, երբեմն մարդիկ կան լռում են, չէ՞, շատ շնորհակալություն սիրելիս, Աստված օրհնի ձեզ, այո, նաև թե ինչու է 2 հատ ինձ համար նվեր ուղարկել, քանի որ պիտի լավ հարևանություն ունեմ և գնում եմ ու իմ հարևանի տանը հարգվում ու սիրվում եմ, ինձ խնդրել է, որ 1 տոնածառ մոմը փոխանցեմ իմ հարևանի Հարսիկին, Վահանիկի մայրիկին, և ես էլ մեծ սիրով կփոխանցեմ, այսպես, այստեղ ազատեմ և կոֆե պիտի եփեմ նաև, հայ չգիտեմ որ մեկը բացեմ, որ մեկից սկսեմ, շատ եմ ուրախացել, պատկերացնում եք փոքր երեխայի պես ուրախացել եմ, քանի որ նվերները միշտ էլ մարդու համար հաճելի է, դա կապ չունի, որ ասենք մեծանում ենք, տարիքով ենք առնում և դա չի նշանակում, որ մենք չպետք է ուրախանանք, ձմեռ պապիկ եմ նվերը ստացել, սիրելի հետևորդներ ջան, մի հատ տեսեք սրա տաքուկ շորերին, մոտեցնեմ, այո, ինչքան սիրուն է, չնայած ես էլ ունեմ ձմեռ պապիկ, բայց սա լրիվ ուրիշ ոճով է, նոր հագուստ է հագել, իմ ձմեռ պապիկի հագուստը, սրանից չէ, այստեղ լույս է միանում և հիմա տեսնենք, որտեղից է միանում, այո, գտա, մեջքի մասից, ահա միացնեմ, այո, շնորհավոր գալիք նոր տարի, շնորհավոր գալիք նոր տարի, տեսնեք ինչքան կերքի, լա? Նվերները շալակին, լույսը ձեռքին, տեսնում եք ինչքան երկար է երգում, ջան, jingle bell, բոլոր ձմեռ պապիկները անգլերեն են երգում, պիտի անջատենք, սիրելի հետևորդներ ջան, իմը այս ձևով չի, երգում է, հետո ինքը վերջացնում է, բայց այս տարվա ձմեռ պապիկը ոնց որ շատ երգասերն է, թողնենք մի քիչ էլ,
մեր ձմեր պապիկը։ Սա էլ իմացանք։ Ձմեր պապիկ ջան, քեզ հանգիստ ենք թողնում, քո լիցքերը խնայում ենք գալիք նոր տարվա համար և սիրելի հետևորդներ ջան, այս առիթով էլ նախապես բոլորիդ շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությունով, թող որ աշխարհը խաղաղ լինի, մեր երկինքները ջինջ ու պարզ լինեն, մենք էլ առողջ ու երջանիկ լինենք մեր ընտանիքի, մեր հարազատների հետ, մեր ամենալավը կամեցողների հետ միասին և բոլորս այս գալիք նոր տարում հասնենք մեր երազանքներին ու նպատակներին։ Այսպես, մեր պապիկին նորից մտցնում ենք այս տուփի մեջ, քանի որ դեռևս տոնածառները չեն զարդարում ենք։ Այսպես։ Հա, ձմեր պապի, դե մտի, չես ուզում։ Ահա, всё։ Ոյ։ Գլխարկներ զանգով է, լրիվ տարբեր է, իմ ունեցան ձմեր պապիկից։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այսպես է լինում, երբ որ արդեն մենք էլ մեծահասակ ենք լինում և փոքր երեխայի պես ուրախանում ենք։ Ձմեր պապիկին բերեմ այստեղ, շատ փոփոխություններ եմ արել այստեղ, հիմա էլ բացում եմ իմ հաջորդ նվերը, իհարկե ես արդեն բացել եմ, տեսել եմ, շատ եմ ուրախացել և հիմա էլ ձեզ հետ միասին եմ բացում, այսօր եմ ստացել, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ հնարավորությունները լայն են և մեզ օգնության է հասնում մեր պոշտաները։ Այստեղ գեղեցիկ աման է, ոսկեգումի։ Ես էլ շտապել եմ ու այդ ծանրոցից հանել եմ արդեն, որպեսզի հեշտ ու հանգիստ այստեղ բերեմ ու արդեն միանգամից բացեմ։ Ուրեմն այսպես, այստեղ իր սիրուն բռնակն է, այստեղ է լինելու, այս պահին, քանի որ մի փոքր շտապում եմ, միգուցե քիչ անց մինչև որ իմ կոֆեն կերբի, սրան էլ արդեն կհավաքեմ, ահա, սիրելի հետևորդներ ջան, սա այստեղ է լինելու, ինքը այստեղ ցանց է և կողքերը բաց է, օդ է խաղալու ու չի ու չամիջի համար շատ հարմար է։ Հիմա սրան չեմ հավաքում էլի, թողնում եմ այստեղ և ուզում եմ արդեն իմ կոֆեն դնել եղալու։ Արդեն այդ ուտի մեջ չեմ դնի, և կսկսեմ օգտագործել։ Առայժմ այս կողմ չամիջի վրա, այնքան դժվար է, երբ որ խոհանոցում այսքան շատ փոփոխություններ ա արվել, այո, այստեղ այս գեղեցկությունն է, փղիկով, կարող ենք օգտագործել սուրճի բաժակների, հյութի բաժակների և ամեն ինչի, ինչ որ մեր սիրտը կամենա, ինքը շատ ամուր է և թիղը գիտեք, որ հարստության նշանն է, լինենք հարուստ ոչ միայն իրերով ու ունեցվածքով, այլ լինենք հարուստ մեր հոգով ու սրտով, այստեղ էլ արդեն նույն չափը և ծաղիկներով, այո, սրանք էլ կհանեմ այստեղ, այս կողմը բաց է, չի նկատել, և այս էլ արդեն կսկսեմ օգտագործել, այս մեկն է, շատ սիրեցի հատկապես փղիկովը, ինչ ադուլ եկավ, հիմա սիրելի հետևորդներ ջան, կոֆեն եմ ուզում յոթել, այս էլ բերեմ այս կողմ, մոտորելս նաև չուչխելն եմ պատրաստելու, արդեն լավ չորացել է, այս ճեղճեղիտ տոպրակները նույնպես սիրում եմ պահել, այսպես,
Շատ ցուրտ է, սիրելիներս, դրսում ընդհանրապես այսօր չկարողացա, որ ոչ մի գործ անեմ։ Գնացել եմ աշխատանքի, եկել եմ ու արդեն զբաղվել եմ տան գործերով։ Ուշ եմ եկել աշխատանքից, հազիվ հասցրել եմ կենդանիներից գերակրելու, արդեն դուռը փակել եմ, որ տաք մնա։ Այսպես։ Կոֆեներ լցնեմ, հետո արդեն կաթով զբաղվեմ ու այդ տուփը արդեն կարգավորեմ։ Վերջերս ձեռքս հիմա այլ սովորել է 2 բաժակ կոֆե եփելու, քանի որ վարպետի համար նույնպես եփում եմ, չէ։ Հիմա սա, քանի որ կարծում եմ կզբաղվեմ սրա վրա, մի քիչ երկար, տեսնենք ուր ենք դնում, այստեղ, հա, որպեսզի կաթը լցնեմ, եփված է ու պիտի մածուն ներեմ։ Այսպես, սերը լավ երեսն է կապել, սիրելի հետևորդներ ջան, ահա, մինչև էստեղ իր սերն է, բայց հիմա չգիտեմ, խառնեմ, թե հենց այսպես լցնեմ, քանի որ գիտեմ բանկայից կպչելու է, ոյ, դե ոչինչ, կվաղով եմ բանկանել, և այդ սերն է դուրս կգա, այսենց սերը կարակն է, սիրելի հետևորդներ ջան, կարակ չեմ ասում, յուղ չեմ ասում, բայց հենց այս սերից են ստանում կարակն ու յուղը։ Մի հատ այսպես թափահարեմ, փորձելով շուրջս մաքուր պահել։ Տեսնենք պոկվեց, չէ, շատ է սառած, լավ կթողնեմ և հետո կմաքրեմ։ Դեն չեմ նետելու, սիրելի հետևորդներ ջան, չեմ լվանալու, հենց որ կաթը կտաքանա, այդպես կաթով կողողեմ, հիմա այստեղ հարմարեցնեմ, ռեզբայով բանկանե բացեմ, մի քիչ ամուր է ինքը, այսքան, թեկուզ և այստեղ հարմարությունները փոփոխության են ենթարկվել, բայց ես ինձ ենթարկում անեմ բան, միգուցե անձեռոցիկով, երբեմն այս ռեզբայով կապարիչները այսեց դրության են մեզ դնում և ստիպում են մեզ հենել այսպես։ Չբացվեց, հայ կեզ բան, մնացինք առանց կաթի, դանակ մտցնեմ, հա, դանակները սուր են դրել, տեսա, հենց որ օդ մտնի, ինքը արդեն կբացվի, մի քիչ տաք վիճակով է լցրել ու այդ կոնորշին գնացելու իրեն զակատել է, միայն ես դրան եմ վերագրում, Ոյ չեմ ուզում հանկարծ թափվի, ոչ մի գրամ չեմ ուզում թափվի, օդը մտավ, շատ բարի, այսպես հեշտ ու հանգիստ, նույնիսկ կափարիչը չյուղոտվեց, հիմա սա նույնպես յուղը երեսն ադրնել, մի քիչ թողնեմ, որ նորից ողողեմ, հնարավորինս, այսպես, և ես համողությունը բոլորը լցնեմ այստեղ, տաքանը, որ մածուններ եմ, այն մածունն է լավ սերով մածուն լինի, այսօրով վերցրեց արդեն, քանի որ
Ավելի վստահ սկսեցի թափահարել, կոֆես հեսա էփմա, պղպջակները դուրս եկել, այստեղ բոլորը մաքրվեց, շատ լավ, չարչարեք չէ ինձ, այս էլի կոֆեն, Հիմա արդեն կանցնեմ, կանթե տաքացնելուն, ուրախ տրամադրությունով, ուրախ սրտով ու հոգով, այսին լավ տրամադրությունը ձեզ եմ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, և ուզում եմ, որ դուք էլ միշտ նվերները ստանաք, ուրախ լինեք և ուրախացնեք ձեր հարազատներին, ծանոթներին, Այսպես, սամիկոն, քանի որ արդեն յուղից լավ մաքրվել է, մյուսն էլ արդեն երբ որ մածունի համար կլցնեմ, տաք վիճակում մի քիչ բանկայի մեջ կլցնեմ և այստեղ էլ արդեն շուտով կկարգավորվի Ճիշտ է, մաքրելուց հետո ես այս կողմեն կողմ եմ տանում, բայց միշտ այսպես Բահերը առաջացնում Այ դողազակ Այսպես, հիմա Քանի որ մածունի կացանը լվացել եմ ու չեմ սրբել Ոյ, տնելու տեղ չեմ բացարձակ Մեր տնական տրամադրությունները մի կողմ հավաքենք Այստեղ դեռևս մանդարին ունեմ, շատ քաղցր մանդարիններ Եվ սկսել եմ արդեն ամեն օրել այդ մեքենան գալիս է Եվ ոչ միայն մանդարին, ապելսին ու բանաներ նույնպես բերում էր Այստեղ մածունի կացան եմ լվացել, բայց չեմ սրբել Բոլորը բերել պատրաստել եմ, որ ամեն բան Այստեղ լինի ու շատ չգնամ ու գամ Հիմա տեսեք ինչ եմ անում, փոխում եմ տեղը Որ ես վիճակից դուրս գամ, սիրելի հետևորդներ ջան ու չնարվեմ Այս կողմը այդքան էլ կապրիզներ չի անում Չեմ կարծում, որ սա փչացել է, սա ուղղակի մեխանիզմ է, ինքն էլ Այդպես է լինում երբեմն Դրա վրա չենք խորանում, գործ ենք անում, մեզ լավ ենք զգում, միասին Այսպես, իմ ուշքում գիտքը այդ երեկույթին է Մտածում եմ, թե ինչ եմ հագնելու, ինչպես եմ ներկայանալու Շատ վաղուց նմանատիպ երեկույթների չեմ մասնակցել Եվ իսկապես հոգով ու սրտով շատ եմ ուրախացել Աննկարագրելի շատ եմ ուրախացել Մեզ լավ հետարքիր վլոգներ են սպասվում, սիրելի հետևորդներ ջան Գիտեմ, որ կարող եմ այնտեղից նկարահանումներ կատարել Կգնամ, այդ օրը իհարկե, չգիտեմ Չեմ կարող հենց այդ օրը ձեր համար վլոգ ուղարկել, տեղադրել Բայց հաջորդ օրը արդեն ձեզ կհասցնեմ Եթե իհարկե այդտեղ եք կապի խնդիր չունենան Քանի որ երբեմն Շատ ահավոր կապի խնդիր ենք ունենում մեր տարածաշրջանում Մածունի կացան էլ է պատրաստ Այստեղ նույնիսկ ես այս փայտե շերեփն եմ բերել Ես սրան գդալաշերեփ եմ ասում Մի հատ այսպես ուզում եմ խառնել Յուղը շուտ տարածվի Յուղն էլ արդեն խառնվել և մեր տոնական Մոմերն էլ եմ բերում այս կողմ Այսպես, բոլորն այստեղ տեղ զբաղեցին Հիմա համին կոֆենք պայլեմ, համ էլ Այդ զարդատուփը, ես զարդատուփ եմ ասում արդեն իսկ, զարդատուփի է նման Ձեր հետ միասին Ուզում եմ այս կաթանիչի սիրունությունը, որ ծաղկի է նման, մարգարիտի է նման Տեսակ ես ինչքան ես ու ինքոն դրեցի, վերցրի, էլի հետ դրի Ահա, մի հատ սկզբից այս
շուրուբը բդդեմ, շատ սիրուն է, մատանու աչքի է նման, ահա հոտեցնեմ, ինչքան սիրուն է, չէ, այս կողմ սևի վրա, իմ հագուստի սևի վրա ավելի լավ կերևա, ահա, զարդի է նման, այսպես, դրա համար էլ այդպես մի անգամից ասեցի զարդատուփ, տարբերվող է սովորական մեր վազաների, չարոզի ամաններից, այսպես, չէ, այս պիտի դնենք, այսպես, ու նոր միայն, այս կնդիկը, և այսպեղ ենք մտցնում պտտելով, այնտեղ չեմ ուզում շատ տաքանա, սիրելի հետևորդներ ջան, որ մածունի համար շատ չեմ ուզում տաքանա, անտեղի շատ չսպասեմ, որ արդեն մեր է, վաղը չի կարող վարպետը, մի քիչ ընդմիջում է լինելու, մեկ օրյա ընդմիջում է լինելու, վաղը շաբաթ է, առավոտ շուտ եմ գործի, 2 անգամ եմ գործի, տեսնենք, կարող եմ վաղը նույնպես վլոգ պատրաստել, զբաղվածությունը շատ է, օրն էլ շատ է կարճացել, ահա, հավաքեցի, շատ սիրուն է ստացվել, սիրելի հետևորդներ ջան, նորից եմ ցույց տալի, տակը ցանց է, եզրերը այսպես նախշերով և բաց է այս անցքերը։ Հիմա չամիջը լցնեմ այստեղ, շնորհավորելու համար, այս իմ սիրուն ամանը, որ նման է զարդատուփից, դրանից նույնպես շատ ուրախացա, դե դա թե լսել իմ կոնֆետները և չի ու չամիջը չի պակասեցնում։ Այստեղ տուփերը մեկը վերցնեմ, մի քիչ էլ այսպես, երկար դեղին չամիջն է, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ եմ լցնում, ես զգուշ եմ ուզում լցնել, որպեսզի չթափվի, քանի որ սեղանի վրա չեմ անում այս ամենը, բոլորը չեմ լցնում, քանի որ այստեղ ունեմ այդ չուչխերից մնացած կակալ, մենք կակալ ենք ասում, ես էլ գիտեմ, որ սա ընկույզն է սիրել հետևորդներ ջան, բայց մենք կակալ ենք ասում, ես էլ հենց այդպես ձեր հետ զրուցում եմ, սովորական, այսպես սիրուն չարոզ դարձավ, կփակեմ այսպես և մշտապես կլինի իմ այն փոքր սեղանի վրա, որը հիմա այստեղ եմ վերել և վրան ինչ ասես որ կամ։ Վերջապես իմ կոֆեն վայելեմ սիրելի հետևորդներ ջան, այս իմ գեղեցկությունն եմ վերել այս կողմ, պատպավոր ավելի, կոֆես վայելեմ և գիտեմ, որ շատ շատերը դե ինձ հետ կոֆե եք վայելում այս ընթացքում։ Մի հատ կաթը նորից ստուգեմ, շատ չտաքանա, նորից այսպես յուղը տարածնեմ, արագացնելով գործը։ Մի հատ էլի կաթը ստուգեմ, ճիշտ է հուր է գնում, բայց ես գիտեմ, դա կակ չէ։ Մի փոքր էլ կմնա, գումարկում կվայելենք մեր կոֆեն։ Նորից եմ ստուգում և ոնց որ թե տաք է։ Կնջոտեմ և լցնեմ, մածունի համար սեր հավաքի։ Արդեն լավ տաք է։ Այսպես։ Շերեվ պետք չէ վերցնել և հենց այսպես կթեքեմ ու կլցնեմ։
Այո։ Այստեղ կմնա այնքան, մինչև որ երեսը սեր կքաշի, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, կամաց ավարտեմ հիմա այս վլոգը, որը տարբերվող եղավ իմ այն մյուս բոլոր վլոգներից, ոչ ֆիզիկական աշխատանք կատարեցի, ոչ այս ու այն կողմ վազվզեցի, դե գիտեք, որ շնորհարության մեջ եմ և այո, վազք է պահանջում այս կողմից այն կողմ, աշխատանքի, տուն, գործեր, կենդանիներ և այսպես խաղաղ երեկո ունեցա ձեր հետ միասին, իմ ուրախությունը կիսեցի ձեր հետ, տնական տրամադրություն բերեցի ձեզ և նաև դուք էլ ինձ հետ սպասողական վիճակի մեջ եք հիմա, այդ երեկույթի պահով, որ պիտի գնամ և իսկապես սիրելի հետևորդներ ջան, ես շատ վստահ եմ, որ շատ լավ երեկույթ է լինելու, շատ լավ է կազմակերպված լինելու, կոլեկտիվին գրեթե ճանաչում եմ և գիտեմ, որ այնտեղ ինձ շատ լավ եմ զգալու և մեզ հետաքրքիր պահեր են սպասվում այդ օրերին, մնում է սպասել համբերատար, լինենք համբերատար այս կյանքում, սիրելի հետևորդներ ջան, և անակնկալները դեռևս առջևում են, թե ինձ և թե ձեզ։ Պակա, պակա, պակա։